Պարոն Շահբազյան, 36 տարի առաջ այսօրը Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշեց վերադառնալ հայրենիք, հաստատվել հայրենիքում։ 90 թվականի գործընթացներում նաև դուք եք ակտիվ մասնակից եղել, այսպես առանցքային դերակատարում ունեցել։ Կխնդրեմ մանրամասնեք, ինչ պայմաններում տեղի ունեցավ վերադարձը եւ ինչու։ Ուրեմն այսօրը տեղի ունեցել դաշնակցության բացահայտումը, որ Հայաստանում գործում է, թեև բոլորը գիտեին, բայց բացահայտումը խորհրդարանում տեղի ունեցավ։ Դաշնակցության վերադարձի մասին, ուրեմն դաշնակցությունը, երբ որ 88 թվականի շարժումը սկսվեց, այդ թվականին դաշնակցության բյուրոյի որոշմամբ արտահերթ ժողով է գումարում Աթենքում 1988 թվականին, ուրեմն արտահերթ, այսինքն ժամկետից առաջ արտահերթ ժողով, որտեղ որոշվում է, որ պիտի վերադառնալ վերադարձ երկիր եւ անմիջապես ձեռնմուխ է լինում դաշնակցությունը, որտեղ դաշնակցության համար այդ շարժումը հարազատ էր, որտեղ դաշնակցությունը հայրենիքի անկախության, հայրենիքի մեր պատմական հայրենիքի վերատիրանալու, պատմական հայրենիքի վրա մեր անկախ ազատ գոյությունը վերահաստատելու հանձնառությունը ստանձնած կուսակցություն է եղել դրանից 100 տարի առաջ դեռևս, եւ Արցախյան շարժումը, Հայաստանի անկախության շարժումը հոգեհարազատ շարժում էր դաշնակցության համար, ուրեմն 88 թվականին է եղել, 89 թվականին սկսվեց արդեն կազմակերպական վերադարձը, այդպես ենք ասում, կամ այդպիսի բառակապակցություն կար, ասում ենք վերընձյուղում, կազմակերպական վերընձյուղում, երբ որ կազմակերպական կառույցները ընդհատակում սկսեցին վերընձյուղվել, ուզում եմ հիշեք, որ այդ ժամանակ դեռևս Խորհրդային Միություն էր, իսկ Խորհրդային Միության համար համաշխարհային իմպերիալիզմի չափ մի սարսափելի բան էր դաշնակցությունը, եւ ուրեմն բնականաբար կառույցները ձևավորման գործը սկսվեց ընդհատակում, որպեսզի չձախողվի։ Իրապես էլ հենց այդ շրջանից մենք եղել ենք անվտանգության մարմինների լուրջ հսկողության տակ, ամեն ինչ արել են վարկաբեկելու համար դաշնակցությանը, անմիջապես որ իրենք իմացան իշխանությունները, մարմինները իմացան, որ դաշնակցությունը ընդհատակում սկսում է սկզբնավորվել, 7-8 դաշնակցության անունով կառույցներ ստեղծեցին, ինչ որ արկածախնդիրներից բանից բաղկացած կառույցներ ստեղծեցին, բայց շատ կշեղվեմ, այս մասին չասեմ, որոնք հետո մեզ շատ վարկաբեկեցին, ձևացրին իբր իրենք իսկական դաշնակցական են, որ ներսում մենք չստեղծված պառակտվել ենք եւ այլն, բայց որպիսի այդ ձևավորումը հնարավոր լինի անել անվտանգ եւ հաջող ձևով, ուրեմն ընդհատակյա պայմաններում դրան համապատասխան նաեւ կանոնագրով եւ մի քանի առանձին կառույցներ են ձևավորվել իրարից անկախ փոքր բջիջներով յուրաքանչյուր կառույցը 3 հոգուց բաղկացած բջիջներով, որոնցից մեկը գիտեր իր ղեկավարին, նա գիտեր իր ղեկավարին, այդպես մի խոսքով էդ էլ շատ չմանրամասնեմ, ուրեմն այդ գաղտնիության պայմաններում տեղի ունեցել դաշնակցության կազմակերպումը, մենք նույնիսկ ուրիշ անունների տակ ենք արել, այսինքն օրինակ ես եղել եմ Հայաստանի ազգային անկախություն կուսակցության անդամ, բայց երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել իրականում, դա նույն դաշնակցությունն էր, որի տանիքի ներքո այդ անունով մենք նույնիսկ Հայաստան թերթ էինք հրատարակում, Հայաստանում նույնիսկ կարծես ինչ որ ճանաչում ունեինք, հրապարակային ճանաչում ունեինք, ուրեմն էդ էր, Երկաթե Շերեփ կար, Միացում կազմակերպությունը կար, որի ղեկավարը Իգոր Մուրադյանն էր, Հրայր Կարապետյանն պատգամավոր է եղել Իգոր Մուրադյան, այո, նրանք էին, ուզում եմ ասեմ, այս տեսակ մի քանի կառույցների տակ ձևավորվեց, իսկ 90 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ մեր առաջին
Հայաստանի շրջանային ժողովը, որտեղ այդ բոլոր առանցին կառույցները լուծարվեցին, որ բոլորիս ցանկություններ եւ միավորվեցին, դարձավ մեկ հայ հեղափոխական դաշնակցություն։ Ուրեմն նոյեմբեր ամսին Աղվերանում էլի այդպես մի քիչ գաղտնիության պայմաններում հավաքվել ենք, արել ենք այդ ժողովը, բայց դաշնակցությունը շարունակել է մնալ ընդհատակում, ինչպես ասեցի, այդ մինչև բանը օգոստոսի 8-ին այդ բացահայտման հարցը եղել է, բայց կառույցը մնաց ընդհատակում, որից հետո արդեն սկսեց իր կառույցներով եւ լայն թևերը բացելով դաշնակցությունը այստեղ տարածվեց, այսինքն մենք ունեինք մեր մամուլի միջոցները, մենք ունեինք մեր բավական հզոր կառույցը, ասեմ, այն ժամանակ ստեղծված կառույցը դեռ այդ դրված հիմքը մինչև այսօր կա եւ մենք միակ կազմակերպությունն ենք, որ գործում ենք, մեր ցանցը ամբողջ Հայաստանում գործում է։ Այսօր բնականաբար որևէ գաղտնիություն չկա, այդ բոլոր մարդիկ, այդ բոլոր ընկերները հայտնի են եւ այլն, այդպես է։ Սկիզբը այդպես է եղել, շատերն են եղել, ես առիթներ եղել է ասել եմ, որ մեր կառույցը կարելի է համարել արցախյան շարժման ծնունդ, արցախյան շարժման կառույց, որովհետև մենք այդ հոգեբանությամբ ստեղծվեցինք եւ շատ հրաշալի հայեր, հայորդիներ եկան, որոնց նպատակը օրինակ Արցախի ազատագրումն էր, դրա համար հրաշալի սերունդ ունեցանք, դժբախտաբար մեկ մասը նահատակվեց, այլ կերպ չէր կարող լինել, ինչքան էլ որ լավ բան չեմ ասում, բայց էդ էր դաժան այդ պայքարն էր, գիտեք ինձ, առանձնացնելը մեզ չի սազում, մեկին իրադարձությունների բերումով մեկը սկզբից է եղել, մյուսը այլ տեղ է եղել, մենք ասում ենք դաշնակցականը մինչև իր կյանքի վերջի օրը պիտի ապացուցի, որ դաշնակցական է, դրա համար գործով է ապացուցվում, 89 թվականին սկսվում են կուսակցական երթումներ են տալիս, ձեզ ասեմ, օրինակ հայտնի դեմքերից Վահան Հովհաննիսյանը եղել է դրանց մեջ, առաջինների մեջ է եղել, որ 89 թվականին երթվել է Մուշեղ Միքայելյան, Ռուզան Առաքելյան, Բագրատ Եսայան, ծանոթ պիտի լինեք, այսպես ոչ մեծ խումբ, իսկ 90 թվականի սկզբից արդեն զանգվածաբար մարդիկ երթվեցին եւ կառույցը սկսեց Հայաստանում գործել։ Պարոն Շաբազյան, մեծ հաշվով ինչ փոխեց հայ հեղափոխական դաշնակցության վերադարձը Հայաստանի քաղաքական կյանքում, հատկապես անկախության նախաշեմին։ Գիտեք ինչ, իմ կարծիքով շատ կարևոր էր դաշնակցության վերադարձը, որովհետև դաշնակցությունը ազգային գաղափարախոսության կրող կուսակցություն էր։ Տեսեք, այդ ժամանակ, երբ որ Խորհրդային Միությունը փլուզվում էր եւ ստեղծվում էին այդ կուսակցությունները, արևմուտքի ազդեցությունը շատ մեծ էր այդ երկրների վրա եւ ստեղծվեցին արևմուտքի տիպի կուսակցություններ, որոնք հիմա ՀՀՇ-ի օրինակը կա։ Իրենք օրինակ կողմ չէին Արցախյան շարժմանը, կողմ չէին, թեև եկել էին այդ շարժումով։ Ավելի շուտ ժամանակի ընթացքում ավելի շեշտվեց, որ իրենք անկախության կողմնակից են եւ հակառուսական գիծ ունեն։ Շատ ակնհայտ էր, որ դա արևմտյան ազդեցության բան էր։ Ուրեմն մյուս կողմից կոմունիստները ամենտեղ դարձան սոցիալ-դեմոկրատներ, անունները փոխեցին, գրեթե բոլորը դառան սոցիալ-դեմոկրատներ եւ ստեղծվեց երկու ծայրահեղություն, մեկը արևմտյան տիպի լիբերալ մտածողությունը, մյուսը համայնավար այս մտածողությունը, կոմունիստական մտածողությունը, որը սովետական բան էր եւ ապազգային ըստ էության կառույց էր եղել, անշուշտ տարիների, տասնամյակների ընթացքում ազգային դիմագիծ էր ձեռք բերել, բայց միևնույն է, ոչ դա մեր գաղափարախոսությունն էր, ոչ էլ ստեղծողներն էին մերոնք։ Դաշնակցությունը եկավ որպես ազգային ուժ եւ ես կարծում եմ, որ ինքը հայտնվեց կենտրոնում։
մենք նաև այդպես ցախ կենտրոնի ուժ ենք, սոցիալիստական կուսակցություն ենք, ազգային սոցիալիստական կուսակցություն ենք, եւ կարծում եմ որոշակի հավասարակշռություն նաև մտցրեց, կայունություն մտցրեց, չթողելով որ ինչ որ եղավ ուրիշ տեղերում ծայրահեղ երկու ծայրահեղ բևերը երկիրը ցնցումների տանեն, որտեղ ծայրահեղությունը ծնում է ծայրահեղություն, նաև գործելակերպի ծայրահեղություն։ Դաշնակցությունը կայունություն է բերել, դաշնակցությունը բերել է ազգային մտածողություն։ 90 թվականին մարդիկ առաջին հերթին քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներ, այսպես շատ վերլուծաբաններ ու քաղաքականագետներ իրենց համարողներ բան էին շատ տարված էին, բոլորը խոսում էին արևմտյան Բիսմարկ, Չերչիլ եւ այլ դաշնակցությունը բերեց ազգային մտածողությունը։ Երբ որ ասում էին պահանջատիրություն, սարսափում էին այն ժամանակ, հեգնում էին, բայց դա մտավ մեր մեջ։ Այսօր ամեն մարդ, եթե անշուշտ իշխանության այսօրվա իշխանության այդ պղտոր հոսանքի հետ չի, ընդունում է եւ պահանջատիրությունն է ընդունում եւ իր պատմությունն է ընդունում եւ ցեղասպանության խնդրի հետապնդումն է ընդունում, չէ՞։ Այս բոլոր հարցերը, ազգային հարցերը դաշնակցությունը բերեց։ Տեսեք, դաշնակցությունը հեղափոխական կուսակցություն է։ Մեր անունն է Հայ հեղափոխական դաշնակցություն։ Մենք փոփոխությունների, բարեփոխումների հարցում արմատական ենք, վճռական ենք, այդ տեսակն ենք, բայց ազգային արժեքների հարցում մենք պահպանողական կուսակցություն ենք։ Մեր ակունքները այնտեղ են, երբ որ մեր հիմնադիրները ռուսական, արևմտյան շարժումների այդ գաղափարախոսությունների ազդեցության տակ այստեղ ստեղծեցին կազմակերպությունը, իրենք ի պատիվ մեզ, ի պատիվ իրենց հիմնվեցին ամբողջովին ազգային գաղափարախոսության վրա, ազգային մտածողության վրա, այսինքն այն ժամանակ այդ գաղափարախոսությունը ձևավորված չկար, դաշնակցության մեջ ձևավորվեց, բայց Խաչատուր Աբովյան, Ռաֆի, Ղրիմյան Հայրիկ, Միքայել Նալբանդյան, Ռաֆայել Պատկանյան, սրանք եղան մեր գաղափարախոսության հիմքերը, այս գործիչները, այս մտածողները եւ առաջին ֆիդայիները, նախ ֆիդայիները առաջին ծնվեցին Ռաֆու վեպերում եւ այդ Ռաֆու վեպերը թևի տակ էլ առաջին ֆիդայիները իրական կյանքում ծնվեցին, այդ վեպերը կարդալով դարձան ազգային գործիչներ, մարտիկներ, ֆիդայիներ եւ այլն։ Ուզում եմ ասել, որ մենք բերեցինք այդ ազգային մտածողությունը, մենք բերեցինք նաեւ, ասեցի, մենք ազգային սոցիալիստական կուսակցություն ենք, ընկերվարական, ինչպես մենք ասում ենք սոցիալիզմին, ընկերվարական մտածողությունը միշտ երկրորդ թևն է դաշնակցության, այսինքն մեզ համար ազգի խնդիրները չափազանց կարևոր են, այսինքն եթե երկիրը անկախ է, բայց մարդը ազատ չի, ում է պետք այդ անկախությունը։ Այսօրվա տիպիկ օրինակը Հայաստանը անկախ է, բայց մարդիկ են ղեկավարում, որոնք շատ տարբեր չեն Ալիևից ու Էրդողանից եւ չկա ներքին ազատություն, չկա ներքին ժողովրդավարություն, ուրեմն դաշնակցությունը նաեւ դաշնակցությունը արդարության կուսակցություն է, դաշնակցությունը ազատության կուսակցություն է, դրա համար մեր նպատակն է ազատ, անկախ միացյալ Հայաստան, ազատ, այսինքն հայ մարդը իր երկրում պետք է լինի ազատ, ժողովրդավար մարդ չի լինում, այդպես կառույցներին է վերաբերվում եւ այլն, Ամերիկան էլ է ժողովրդավար, բայց չի նշանակում, որ մարդիկ այնտեղ ինչ ուզեն կանեն, ունեն ազատություն, չկա այդպեսի բան, այսինքն չի կարող որևէ մեկը վեր կենա եւ ասի օրինակ Պարսից ծոցում ձեր քաղաքականությունը սխալ է, եթե սկսի պայքարել դրա դեմ կոչնչացնեն այդ մարդուն, Հայաստանը պետք է լինի ազատ բոլոր հայերի համար, այս մեր ծրագիրն է, այս մեր նպատակներից, գլխավոր նպատակներից մեկն է։
Պարոն Շահբազյան, այ 90 թվականին Դաշնակցության վերադարձից շատ կարևոր իրադարձությունում կարող եք առանձնացնել մի դրվագ, որն առավել շատ տպավորել է ձեր մոտ։ Գիտեք ինչ, մենք ինքներս հայտնագործեցինք Դաշնակցությունը, մենք գուցե ինչ-որ պատմություններ գիտեինք, բայց մենք իրական կյանքում հայտնագործեցինք Դաշնակցությունը, ինձ համար տպավորիչ էր, երբ որ առաջին անգամ տեսա մեր այն ժամանակվա բյուրոյի անդամներ, մեր մեծ գործիչներին, Հրայր Մարուխյանին եւ Հրաշ Տասնապետյանին, որ եկան Հայաստան, իրենց տեսքը տարբեր էր, իրենց միտքը տարբեր էր, եւ հսկաներ էին երևում, երբ որ նայում էիր, իրենց էությամբ հսկաներ էին մեզ համար, մեզ անփորձ նորեկներիս համար այդ ճանապարհի վրա կանգնած, բայց երբ որ մենք սկսեցինք քննարկումներ իրար հետ մենք տեսանք, որ այս մարդիկ նույնիսկ ավելի շատ լռում են, մեզ են լսում, քան մեզ դաս են տալի, այդպիսի բան չկար դաս տալը, այսինքն Դաշնակցությունը մեզ շատ բաներ սովորեցրեց եւ սա մեծ տպավորիչ բան էր, որ իրապես Դաշնակցությունը նախ ինքն է այդ ազատությունը իր ներսում ստեղծում։ Հիմա այն ինչ որ ասում եմ կարող է պարադոքսալ թվալ, որովհետև այդ տպավորությունը կա Դաշնակցությունը շատ խիստ, այսպես մի տոտալիտար կառույց է եւ այլն, այդպիսի բան չկա։ Մենք կարգապահ ենք, կազմակերպված ենք, խիստ ենք մեր կարգապահությունը, կազմակերպվածությունը պահելու հարցում, բայց Դաշնակցականը ազատ է գործելու համար, կարծիք ասելու եւ այլ, եւ ես այդ բաները տեսա մեր մեծերից։ Նույն Հրայր Մարուխյանը, մյուսները, հետո նաեւ ոչ շատ ուշ նաեւ Հրանտ Մարգարյանը այստեղ հայտնվեց, ես հիմա մեր մոտ անհարմար է մարդկանց մասին բան անել, բայց պիտի ասեմ, որ երբ որ Հրանտ Մարգարյանը այդ առաջի օրերին խոսում էր, որ այ Արցախում մեզ այսքան ժամանակ պետք կլինի, որպեսզի մենք Արցախում ինքնապաշտպանությունը կազմակերպենք, ես մտածում եմ, այս մարդը երազող է, թե իրապես այն ինչ որ ասում է հող ունի, հնարավոր բան է, որովհետև ֆանտաստիկ բան էր, բայց այն ինչ որ ասեց, իր գլխավորությամբ արվեց, ոչ միայն իր գլխավորությամբ, բայց արվեց, իհարկե իր փորձառությամբ առաջին հերթին եւ իր նաեւ կարողությունների, ունակությունների շնորհիվ։ Ուզում եմ ասեմ, այդ սերունդը որ տեսանք, իսկապես մեծ բան բերեց, բայց մի բան մեզ ասեցին, մենք մտածում ենք հիմա Դաշնակցությունը կբերի դրսից կոմանդոսների, չգիտեմ, կոմանդոների կբերի վարուցանք կանեն, չգիտեմ, Ղարաբաղը ազատագրեն, մեզ բացատրեցին, որ այդպես չի կարող լինել, դրսից չի կարող գալ եւ այստեղ պիտի ծնվի, այստեղ պիտի ծնվեն, այս հողի վրա պիտի ծնվի Դաշնակցությունը չի կարող արհեստականորեն պատվաստվել այստեղ։ Եվ իրապես այդ հերոսները, իսկական հերոսները Դաշնակցական ծնվեցին այստեղ։ Ես կարող եմ անուններ մոռանալ, դրա համար շատ լավ չի ասելը, բայց Շահեն Մեղրյան, Արտուր Մկրտչյան, Պետրոս Ղևոնդյան, Կարոտ Մկրտչյան, Վարդան Բախշյան, Թաթուլ Կրպեյան, թող ներեն իմ մյուս ընկերները, որոնք բոլորը հավասար են, մեկ բարձրություն ունեն եւ մեկ չափի ու չափանիշի մեջ են եւ շատերը սրանք իսկական դաշնակցականներ էին, այնպես ինչպես ժամանակին եղել էր Գևորգ Չաուշ, Հրայր Դժոխ, Աղբյուր Սերոբ, այսինքն Դաշնակցությունը իրապես ծնվեց, այս մեր հողը պարարտ է հայրենասերներով, միայն դաստիարակությունն է պետք։ Այսօր մենք հակառակի մեջ ենք, անդաստիարակները փորձում են ասկ դաստիարակել եւ տեսնում ենք ոնց են դաստիարակում։ Ճիշտ դաստիարակությամբ այս ազգը կարող է շատ արագ դառնալ մարտունակ, իր արժանապատվության տեր, քաջ, համարձակ ազգ։ Եվ մենք դա պիտի ձգտենք, դրան պիտի ձգտենք հասնելու, ոչ թե որ
ռազմատենչ ենք, ոչ թե պատերազմելու համար եւ այլն, այլ որպեսզի ազգը կարողանա ինքն իրեն տեր կանգնի։ Իր հողին, իր հայրենիքին, իր պատմությանը, իր արժանապատվությանը, իր զավակի ապագային կարողանա տեր կանգնել։ Եվ այդ ամեն ինչի մեջ Դաշնակցությունը մեծ առաքելություն ունի, վստահ եմ, որ կանի, Դաշնակցությունը դեռ շատ բան կանի, դրա փոխարեն ոչինչ չի ուզի, դրա փոխարեն չի թմբկահարի իր անունը, ինչպես չի ասել, թե չի թմբկահարել Արցախում արածը, չի թմբկահարել Սարդարապատում արածը եւ այլ, Հայաստանի անկախացման իր առաքելությունը եւ այլը, բայց Դաշնակցությունը մեծ անելիք ունի դեռ մեր ժողովրդի կյանքում, մեծ առաքելություն ունի եւ անպայման անելու է, չեմ կասկածում։